4 տարի անցել է, Եռաբլուրի այդ դեպքից 4 տարի անցել է։ Ես եւ պարոն Աղազարյանը չենք իմացել, որ որոշում է կայացրել, որ պետք է չգնան։ Մենք առանցին գնացել ենք եւ այդ դեպքը տեղի է ունեցել։ Ես շատ եմ ցավում։ Պարոն Գալստյան կգաք։ Այդ Եռաբլուրում իմ 7 ընկեր զինվորներն են պարկած։ Այդ Եռաբլուրում իմ հորաքրոջ տղան անհետ կորած Ավետիսյան Գագիկ Ցոլակին անհետ կորածների մեջ է, իմ ընտանիքը 2 զոհ ունի։ Ես Ղարաբաղցի Ցուցմունք տվել եք, բայց դուք։ Ինչը։ Ցուցմունք տվել եք։ Ինչ ցուցմունք։ Եղբոր դեմի ցուցմունք դուք տվել եք, որտեղ քրեական գործ էր հարուցվել։ Խափամամիջոց Այդպես չի եղել։ Երբ որ դեպքը կանգառում, ոչ, երբ որ կանգառում, ասում եմ կանգառում, ավտոբուսի մեջ։ Չէ, ես Եռաբլուրի մասին, Եռաբլուրի միջադեպի մասին։ Միջադեպ, երբ որ դու եւ Հովիկ Աղազարյանը գնացիք։ Մենք գնացել ենք, այնտեղ եղել է, քաշքշոց եղել, ես խոսել եմ, այնտեղ կարծեմ ինչ որ մեկ Աղազարյանին հարվածել էր։ Իմ եղբայրն է, ինչ որ մեկը չի, իմ եղբայրն է։ Ես չեմ ճանաչում, դրա համար եմ ասում ինչ որ մեկը։ Ինչի համար է հարվածը։ Ձեզ որպես տարիքով մարդ, որպես պատերազմի մասնակից մարդ, դուք եկել եք սրբավայր։ Ճիշտ է, Եռաբլուրը սրբավայր է։ Այնտեղ բնականաբար Եթե ձեզ թվում է, որ ես այդքան պիղծ կլնեմ, որ Եռաբլուրը պղծություն կհամարեմ, շատ սխալվում եք։ Ասացի Եռաբլուրում իմ 7 զինվոր ընկերներն են պարկած եւ իմ ընտանիքից է պարկած։ Ես ասացի ինչ որ մեկը Այն իմաստով, որ ես չեմ ճանաչել, թե ով է հարվածել։ Այսինքն ցուցմունք էլ չեք տվել։ Հա, չեմ ճանաչել, հիմա։ Մենք միամտաբար եկել ենք, մենք չենք իմացել, որ այնտեղ պետք է չգան։ Եվ այդ օրը պետք է ուղղորդված լինի, մենք չենք իմացել, որ պետք է չգան։ Տեսեք, այ վատը դա է, որ ՀՊ-ն ուղղորդում է ոչ թե իր հոգով, իր սրտով, այլ ասենք դուք ժամանակ այդ ֆրակցիայի մեկ եղել, չէ։ Ֆրակցիա գոյություն ունի կուսակցական կանոն։ Եթե որոշում կայացնել էր, որ չպետք է գնայինք, ես կգնամ առանցին, հետո կգնամ, ես միշտ էլ գնում եմ, որովհետև նորից եմ ասում, որ գնում եք։ Լավ եք անում, պարոն Ասլանյան, ապրեք, շատ ապրեք, որ այդում եք արդեն ասեցիք, հասկացանք, որ դուք էլ ունեք մարտական ընկերներ, ընդեղ թաղված, Եռաբլուրում ունեք հարազատներ, այդ ամեն ինչը հասկացանք, իմացանք փառապանց անցյալ ունեք, այդ էլ իմացանք։ Հիմա ձեզ որպես ազգային ժողովի պատգամավոր եք, ճիշտ է։ Այո։ Հիմա տեղյակ ես այսօր ստե ինչի համար են հավաքվել եւ ինչ ակցիա տեղի ունեցել։ Դրա համար էլ ես տեղյակ չէ, ես հարց տվեցի, խնդրում եմ ասեք, տեղյակ չէ։ Հիմա ես ձեզ տեղեկացնում եմ։ Դուրս եկա մի րոպե։ Նոստից դուրս եկա։ Տեսա, այստեղ է։ Հա, կանգնեցի լսելու, հասկանալու համար թե ինչ է։ Ես հիմա ձեզ ներկայացնում եմ։ Այո։ Այսօր այսքան մարդ հավաքվել է, որ քննիչ հանձնաժողովի զեկույցը, որը որ արխիվացվել է ու գաղտնիությունը ռեժիմը դրվել վրան ու չի ուզում հանրայնացնել այդ թեման։ Դու որպես փառապանց անցյալ ունեցող մարդ, որպես հարազատ ընկեր կորցրած մարդ, միանում եք այս պահանջը։ Միանշանակ, բայց ասեք հայտարարեք, խնդրում եմ ասեք, ես միանում եմ այս արդար պահանջի, որ պետք է որպես ազգային ժողովի պատգամավոր միանում եմ այս կոչին ու ասում եմ, որպես ազգային ժողովի պատգամավոր միանում եմ ու պահանջում եմ քննիչ հանձնաժողովի զեկույցի ամբողջական հանրայնացում, որ ազգը իմանա դավաճարներին է, սրիկաներին է, լավերին են, վատերին են, սաղին ճանաչի դեմքով, հենց հիմա քո ճակատը, այսպես խափախդ այսպես արա ու ասա, ես այսքան մարդու մոտ, լրատվականների մոտ ասում եմ, որպես հայ մարդ, տեսեք ես ես ոչ մի ինչ-որ ինչ ա եղել, Եռաբլուր եղել է, ինչ ա եղել, անցանք, իրար հետ չեք հասկացել, չեք ըմբռնել, էդի առօրյա, էդի հեչ, անցանք։ Հիմա ես որ լուրջ հարցա, ազգի ճակատագրի հարցնա, համաձայն եք, չէ որ պետք է ազգի դավաճանները պատժվեն։ Ոչ թե համաձայն եմ, ձեր կողքին եմ։ Շո, ապրեք, մենք էլ ենք շնորհակալ։ Իմացաք ժողովուրդ այսօրվանից պարոն Ասլանյանն էլ է միանում այս կոչին։ Ուրեմն ձեզ ասեմ։ Էլի ստվում է չարժի եկա։ Ես կողմ եմ ու ես ասել եմ։ Ձեզ ձերը սխմեն, պարոն Ասլանյան։ Ասել եմ, երբ որ ինձ տվեցին այդ հսկայական տրցակը, ես ասացի
Սա ես քանի ամսում պետք է կարդամ, որ իմանամ։ Ինչի դուք համառոտ չեք տվել։ Ասեմ, ես հիմա իրավունք ունեմ գնալ Մեկ վարքյան ձեզ ընդհատեմ, ժողովուրդ ջան, լրատվամիջոցներ ջան, 4-ը նամակ ա գնում Անդրանիկ Քոչարյանին, Կոնջորյանին, Օհանյանին եւ Մամիջանյանին։ Այս բանին փոխանցում ենք պատասխանը ֆրանսիաների ղեկավարների։ Ես գիտեմ արդեն, հա։ Շնորհակալություն։ Ես իրենց ասացի, ինչու դուք այն վիճակով չեք դրել, որ եթե պետական ինչ որ գաղտնիք կա, որ չի կարելի հասու լինել սովորական քաղաքացուն, դա հանեք, մնացածը հանդրացնեք, հանրայնացնեք, ժողովրդին պետք է տալ իրավությունը։ Ես հիմա արդեն մի ուրիշ կուսակցության, մաս կուսակցության փոխնախագահ եմ եւ պաշտոնապես մեր կուսակցության անունից հայտարարում եմ, որ այդ հարցում ես ձեր կողքին եմ։ Որևէ խնդիր չունեք դուք։ Երբ կխնդրենք Անդրանիկ Քոչարյանին փոխանցեք թո թմով ովքեր եղել են հանձնաժողովի հետ նախագահական իրականացման տալու։ Հիմա ձեզ ասեմ, իրանք գան, ես իրանք հարց տամ։ չեն Մենք գալու, որոշենք չեն արդեն գալու, որովհետեւ վախում են, ինչ վախում են իրանք։ Իշտեն երրորդ մասը գանք հայլեր։ ով ճշմարտությունից չի վախենում։ Հակոբ, Չէ, Մենակ ճշմարիտ մարդ է։ բոլորի ներսից ասած սա պետք է բոլորի ներսում ասած սա պետք է հրապարակայնացնենք։ Դուք ասում եք ազնիվ է գնում ընտրությունները, հրապարակայնացնեք, որ ժողովուրդը իմանա ով է սրիկը։ Ես ելույթ ունենալուց առաջիկայում Սպասում եմ ելույթդ լսեմ։ կասեմ, որ այսպես բան է եղել։ Բայց ես ասացի, գեւ, այնտեղ բան կա։ Բաներ կան, որ ասենք իսկապես Պետական գաղտնիությունը ես դու լավ գիտես, ես շատ լավ եմ գիտես, որ ես Հակոբ 30 տարուց ավելին գիտես։ Դու գիտես, ես շատ լավ եմ հասկանում պետական գաղտնիությունը։ Բայց պատասխանատուները այս ազգակործան վիճակին, պետականակործան վիճակին ժողովուրդը քիչ մնաց, հեսա մի 2 ամսից հետո ռադ կանենք։ 2 ամիս շատ է, ժողովուրդը պետք է իմանա Մի 2 ամիս հետո ռադ կանենք կգնան։ Իմանա ժողովուրդը Հələ պատասխան պետք է տա։ ժողովուրդը պետք է Նիկոլին ու մյուսներին, բոլորին։ Նախկիններն եւ ապագան։ Իրանք ժողովրդին պետք է հələ պատասխան տան այս ամբողջ Ապագան ժամանակ։ բա ինչ Լսի պետք է Հակոբ, ժողովուրդը պետք է իմանա ում է ընտրում։ Դրա համար բաց Այս ժողովրդին պետք է իսկապես ասել, ժողովուրդ ջան, բոլորը պետք է գնաք ընտրության։ Հանկարծ ապաճայի տակ չեն գնել։ Մարդիկ իմանան ում Պետք է մի հատ բայց է գալի։ Պետք է մի հատ մեր կող ու կուշտը մաքրեն։ Բա որ կարող է այդ թվում դավաճան կողից հետի քայլողով ընտրության դավաճանա։ Ուր է թամ։ Հետո նախ դեպի այդ նույն դավաճանը վաղը առիթը բաշտի թող հենց մեջքիցս փոշկես կողի հետի նախ նանով։ Գնացի, շնորհակալ ենք բոլորիդ։